Հիմա առաջարկում եմ վերադառնանք կարևոր մի այլ թեմայի էլ, որը մեր առօրյայում շատ ակտուալ է, հատկապես իմ դեպքում վերջերս նույնիսկ ուղիղ եթերում չկարողացա ինձ զսպել ալերգիայի պատճառով եւ սկսեցի փշտալ։ Ես քեզ շատ լավ եմ հասկանում, այդ նույն խնդիրը ես ունեմ, այո, բայց ոչ այս տարի մեղմվել է, այ պետք է հասկանալ ինչպես է լինում, որ այսպես մեղվում է, դինամիկան փոփոխվում է։ Արդար չէ, էլի ինչի է օրինակ, չէ, անցած տարի։ Բայց ու դեղեր չես խմում, ես ինչպես հասկացա։ Բայց տարբերություն չկա, կինս է խմում ու ավելի տարեստարի ավելի վատանում։ Այս եւ այլ հարցերի պատասխանները ավելի մանրամասն կարող ենք քննարկել մեր հյուրի հետ, ով նաեւ մասնագետն է այս ամենի, մեր տաղավարում Սևան Իրիցյանն է, ալերգոլոգ, իմունոլոգ, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության խորհրդատու իմունոլոգիայի գծով։ Բարև լույս։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ինչի մենք ունենք ալերգիա։ Չէ՞ թե շատ ուղիղ հարց եմ տալիս։ Բայց եթե անկեղծ օրինակ մեր վերջին շրջանում, երբ որ նույնիսկ մեր ծնողների հետ խոսում ենք, դեռևս 80-ականներին, 90-ականներին ես չեմ հիշում շրջապատում նույնիսկ իմ ամենաաշխարհի ալերգիկ եւ ավագ եղբորը, որը 90-ականներին ուներ նմանատիպ ալերգիա։ Ինչի գուցե բնության հետ է կապված, մեզանից է կապված, երկիր մոլորակի հետ է, ինչի հետ է կապված այս ամենը, որ հատկապես վերջին շրջանում իմ շրջապատում եւ վստահ եմ շատերիս շատացել են ալերգիկ մարդիկ։ Այդ հարցի պատասխանը չունի գիտությունը, կան տարբեր տեսություններ, որոնք բավական երկար ժամանակ գոյություն ունեն, բայց վերջնական այդպես հաստատում չի ստանում եւ ոչ մեկը դրանց հիմնական պատճառը ուրբանիզացիան, շատ ճիշտ նշեցիք, բայց ոչ թե մեկ անհատի կյանքի ընթացքում, այլ սերունդների ընթացքում։ Երբ որ հետևողական այդպես կտրվում ենք բնությունից, կտրվում ենք այն միջավայրից, որտեղ որ հազարամյակներով մարդը գոյություն է ունեցել, իր իմուն համակարգը հղկվել, ստեղծվել է այդ միջավայրի համար։ Այսինքն կարող ենք ասել, որ ալերգիան իմուն համակարգի ինչ-որ շեղման կամ ինչ-որ կետերում թերի զարգացման արդյունք է։ Այո, եւ հենց այդ պատճառով է, որ մասնագետը կոչվում է կամ մասնագետը ալերգոլոգ, իմունոլոգ, ալերգոլոգիան իմունոլոգիայի մի փոքր ճյուղն է, բայց երևի ամենա այդպես պոպուլյարը։ Մյուս կողմից Հիպոկրատի ժամանակներից նկարագրվում են այդ խնդիրները, որ կան մարդիկ, ովքեր որ չորացրած խոտի հետ շփվելուց սալոմի, հա, այդ գանգատները իրենց մոտ առաջանում են, այսինքն այնպես չի, որ այդպես շատ երիտասարդ հիվանդություն է նոր առաջացած, ուղղակի մասշտաբներն են փոխվել, եւ նույնիսկ օրինակ 70-ականների գրականությունը կարդալով այնտեղ շատ այդպես լղոզված, շատ վատ է նկարագրված, հա, անընդհատ նմանացնում են այլ տիպի հիվանդությունների, մինչև որ ինչ-որ ժամանակում հասկացան, որ դա առանձին պաթոլոգիա է ու կապ չունի հարբուխի, չգիտեմ, մյուսի հետ։ Շատ լավ, իսկ ինչպես անել, որպեսզի կարողանալ հաղթահարել կամ վերացնել կամ բուժվել, եթե իհարկե կա բուժում այդ ամենին։ Այստեղ շատ կարևոր է հստակ առանձնացնել հիվանդությունները։ Ալերգոլոգիան ոնց որ դիսցիպլինա, որի մեջ կան տարբեր հիվանդություններ։ Եթե մենք հիմա խոսում ենք այս սեզոնի համար ակտուալ ալերգիկ ռինիտ կոչվածից, հա, այդ քթաբորբ կոչվածից, որը հիմնականում հիմա պայմանավորված է ծաղկափոշիներով, բնության ծաղկելու process-ի հետ կապված, գլոբալ երկու մեթոդ կա։ Մեկը սովորական դեղերով ուղղակի մեղմել դրսևորումները, ինչը որ մեծամասնությունը անում է, բայց ոնց հասկացա դուք չեք անում, այո։ Մյուսը ոնց որ ավելի պատճառագիտական բուժում, երբ որ կան պրեպարատներ, որոնք ցավոք Հայաստանում շատ դժվար հասանելի են եւ նաեւ մի փոքր թանկ, որոնք բաղկացած են ճիշտ նույն ալերգենից, ինչից որ մարդը ալերգիա ունի, ուղղակի որոշակի վերամշակում անցած, որ քիչ ալերգիա առաջացնի, բայց իմուն համակարգի կողմից լավ ճանաչվի։ Այո, ինչպես պատվաստանյութը։ Այո, եւ շատ տեղերում, հատկապես հետխորհրդային երկրներում հենց այդպես էլ կոչվում են ալերգովակցինաներ, բայց բնականաբար պատվաստմանը մեխանիզմով մի քիչ նման է, բայց պատվաստմանը այդքան էլ կապ չունի, որի շարունակական
տարիներ տևող ներմուծումը օրգանիզմ բերում է նրան, որ օրգանիզմը վերջապես հասկանում է, որ այս նյութը վտանգավոր չէ ու պետք չէ այդպիսի բուռն պատասխան տալ ալերգիայի տեսքով ինչից որ պացիենտները գանգատվում են։ Իսկ եթե վերջի հարց որպես տեսեք հիմա սկսում են այս հատվածներս քոր գալ, քիթ, կոկոր, բայց համարենք, որ մենք գտնվում ենք ինչ-որ միտեղ, կա ինչ-որ մի հնար, ճար, որ ես չեմ կարող հիմա գնալ այդ դեղորայքը գնել կամ ձեռք բերել, ջուրն է օգնում, չգիտեմ, ինչ-որ մի գործողություն, որ հենց այդ բանը ուղղակի հարց կլուծի։ Պարկել հանգիստ շնչել։ Տեսեք, միգուցե որոշակի այդպիսի մեթոդներ օգնեն, հա, ջուրը դիմակի կրելը, ինչ-որ ձևով մեկուսանալ, հա, միջավայրից կամ լվանալ արդեն շփման հետևանքները, բայց ավելի գրագետ, ավելի ճիշտ կլինի նախորոք պատրաստվել, իսկ դրա համար կարիք կլինի հետազոտվել, ալերգիայի լավ թեստեր կան Հայաստանում էլ հասանելի, որոնցով հստակ կարելի է իմանալ, օրինակ ձեր ալերգիան բացի սեզոնային, երբ որ սեզոնի ընթացքում սրվում է, որը շատ թե քիչ հասկանալի է, որ պիտի լինեն ծաղկափոշիները։ Բայց միգուցե տնային փոշու տիզ կոչվածը լինի, օրինակ, որը կա այս բազմոցի մեջ, գորգի մեջ, բարձի մեջ, մեր հագուստի վրա կարող է լինել եւ հաշվի առնելով օրինակ տաղավարի պայմանները, որ դուք երկար ժամանակ անցկացնում եք բազմոցին նստած, այսինքն այդ ալերգենների մեջ, եթե ունեք այդ տզի հանդեպ ալերգիա, ապա դա դիտվելու է ձեր մոտ ձեր նշած գանգատներով, աչքի քորով, կարմրությունով, քթահոսություն, փռշտոց եւ այլն։ Շատ լավ։ Ես չեմ հիշում նախորդիվ ինչ էի ուզում հարցնել, բայց կհիշեմ իմ փորձերը։ Ոչ, դա նկատի չունեի, պարզապես անցնեմ միանգամից իմ փորձառությանը, որովհետև ես օրինակ փորձել եմ ամենատարբեր ձևերով եւ մեղմել եւ արդեն իսկ սրված իրավիճակում հանդարտվել եւ կան մի քանի օրինակներ, օրինակ նախ երբ խոսում ենք, որ սա իմունային համակարգի է, այսպես խնդրից է գալիս առաջանում, արդյոք կարելի է իմուն համակարգը փորձել բարելավել եւ դրա արդյունքում ակնկալել, որ ալերգիան այս տարի, այս սեզոնին ավելի թեթև կլինի։ Կարելի է արդյոք կատարել պլազմոթերապիա արյան, մեխանիկական արյան մաքրման տարբերակով դարձյալ ակնկալել, որ ալերգիան թեթև կլինի, որովհետեւ սրանք տարբեր ինչ-որ օրինակներ են, որ մարդկանց օգնել են։ Գուցե ինչ-որ մի դեպքում օգնում են, ինչ-որ մի դեպքում ոչ։ Շատ լավ հարց տվեցիք, երևի հաճախ տրվող հարցերի մեջ է, որ պացիենտներին կհետաքրքրի։ Իմուն համակարգի ամրապնդման հետ կապված ցավոք որևէ հուսալի մեթոդ գոյություն չունի։ Այստեղ գալիս են ընդհանուր խորհուրդները, որ առողջ սնվել, առողջ ապրել, շատ շարժվել։ Վիտամինները ուշադիր լինել, որ նույնիսկ ոչ թե վիտամիններ, այլ ուղղակի առողջ սնունդ։ Եթե լիարժեք սնունդ օգտագործենք սպիտակուցը, բանջարեղենը, մսեղենը եւ այլն, լիարժեք ամեն ինչ իր տեղը կընկնի, մրգեր, բայց դրան գումարած նաեւ բավարար ակտիվություն, այսինքն առողջ ապրելակերպ, վնասակար սովորություններից հեռու լինել, վնասակար նյութերի ազդեցությունից հեռու լինել, այդ ամենը կապահովի առողջ լավ իմուն համակարգ։ Դրանից ավել ինչ որ տվել է բնությունը մեր գեները, ավելը չի ստացվի ուղղակի։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ ալերգոլոգիան դա այդքան ուժեղ կամ թույլ իմուն համակարգի մասին չէ, ինչքան սխալ աշխատող իմուն համակարգի, եւ երբեմն մենք օգտագործում ենք դեղեր, որոնք իմուն համակարգը հակառակը ճնշում են, որպեսզի մեղմեն այդ սուր արտահայտությունները։ Այսինքն այս երևի հաճախ լսած կլինեք, որ բանակի հետ են, հա, ասոցիացիաներ տանում, բանակ, իմուն համակարգ, պաշտպանություն եւ այլն, բայց ոնց որ ցանկացած պետությունում, հասարակությունում, երբ որ բանակի դերը շատ է մեծանում, միլիտարիզացիայի վտանգի առաջանում, այդ նույնը մեր մոտ է իր կողմնակի էֆեկտներն է սկսում, երբ որ իմուն համակարգը շատ ուժեղ է լինում, սկսում են աուտոիմուն հիվանդություններ, սկսում են խնդիրներ, որոնց դեմ մենք պայքարում ենք ու մեծ հաշվով դա առանձին արդեն պաթոլոգիաներ են առաջացնում։ Ու միշտ բժշկության մեջ ավելի հաճախ մենք փորձում ենք ճնշել իմուն համակարգը, քան ուժեղացնել։
Ալերգիաների հետ կապված պլազմոթերապիայի մասին պլազմոթերապիան տեսեք, պլազմոթերապիան իրենց ներկայացնում է մի process, որ ժամանակ արյան մեջից դուրս են բերվում հակամարմինների ինչ-որ տեսակներ։ Ալերգիաները պայմանավորվում են իմունոգլոբուլին E հակամարմինով, որը արյան մեջ ամենաքիչն է, շատ քիչ քանակություն։ Եվ հիմնականում արյան մեջ շրջանառող քանակությունը այդքան էլ կարևոր չէ, քանի որ կան բջիջներ, որոնց վրա օրգանիզմում ֆիքսվում են այ մեր մաշկի վրա, լորձաթաղանթների վրա, ու պատրաստ սպասում են, թե երբ պիտի ալերգենը գա կպնի, որպեսզի այդ process-ները սկսվեն։ Եվ այդ բջջի վրա նստած հակամարմնին պլազմոֆերեզը ոչ մի բան չի անելու, ոչ մի կերպ չի աջակցելու։ Եվ հաշվի առնելով, որ օրինակ իմունոգլոբուլին E-ի կյանքի տևողությունը 2.5 օր է, մաքրելուց հետո 2.5 օր հետո նորից գալու է նույն մակարդակին։ Այսինքն որևէ արդյունք չենք ստանա եւ դա տարբեր աշխատանքներով ապացուցված է։ Այստեղ ոչ մի կերպ չհուսադրեցիք, հա, դոկտոր։ Եվ այսպես սահուն անցանք, դրանով կանխարգելեցինք մեծ ծախսերն ու սխալ պրոցեդուրաները։ Շնորհակալություն, իհարկե։ Այսպես սահուն անցանք իմունաբանությանը արդեն, եկեք նաև հասկանանք, թե որոնք են աուտոիմուն հիվանդությունները։ Դա մի մեծ հիվանդությունների խումբ է, որով զբաղվում են գրեթե բոլոր բժիշկները, այսինքն ամեն դիսցիպլինա ունի իր ոլորտի աուտոիմուն հիվանդությունները եւ սովորաբար իրենք են զբաղվում այդ խնդիրներով նյարդաբանության մեջ, էնդոկրինոլոգիայում, սրտաբանությունում, մյուսում։ Իհարկե ամենամեծ բաժինը ընկնում է ռևմատոլոգիա կոչվող գիտությանը, որը գրեթե ամբողջությամբ աուտոիմուն հիվանդությունների մասին է։ Եվ դա հենց այն տիպիկ օրինակն է, երբ որ իմուն համակարգը այնքան ուժեղ է, որ սկսում է պայքարել ինքն իր դեմ, ինչ որ մի սպիտակուց, ինչ որ մի հյուսվածք, ինչ որ մի օրգան թիրախավորելով պարբերաբար գրոհում է դրա դեմ, եւ կախված թե այդ օրգանը որտեղ է տեղակայված, համապատասխան հիվանդություն է առաջանում։ Նյարդային համակարգում օրինակ ծրված սկլերոզ կարող է առաջանալ, կանանց մոտ ցավոք շատ տարածված է վահանաձև գեղձի աուտոիմուն խնդիրները, աուտոիմուն թիրոիդիտ կոչվածով, հոդերի վնասումները առաջացնում են ռևմատոլոգիական այդ խնդիրները եւ դրանց ժամանակ հիմնականում մասնագետները փորձում են ճնշել իմուն համակարգը։ Եվ բարեբախտաբար հիմա արդեն կան շատ արդյունավետ լավ դեղեր, որոնք այդպես թիրախային են ազդում եւ շարքից հանում են այդ բարդ համակարգի, ասենք ինչ-որ մի օղակ, դրանով մինիմալ դարձնելով կողմնակի էֆեկտները, բայց ցավոք ինչպես ամեն լավ բան դրանք բավական թանկարժեն, բայց արդեն հասանելի են նաեւ Հայաստանում։ Բայց իրականում ինչպես օրինակ ախտորոշվեն դրանք։ Ներողություն։ Ինչպես են ախտորոշվում դրանք։ Ամեն վիճակի համար կան առանձին թեստեր, առանձին դեպքեր, բայց ոնց որ մեր անվանի դասախոսներն էին մեզ սովորեցնում, առաջին հիվանդության պատմությունով, այսինքն լավ հստակ հասկանալով մարդու գանգատները, դրանք համադրելով լաբորատոր թեստերի հետ, այլ հետազոտական տվյալների հետ, եւ երբեմն ուղակի դիտարկելով կամ ինչ-որ բուժումներ փորձելով գալիս հասնում ես վերջնական ախտորոշմանը։ Ուղակի դրանք պետք է հիշել, որ այնպիսի խնդիրներ են, որոնք գրեթե միշտ քրոնիկ են լինում եւ շատ երկար են տևում։ Ամենաբարդ հիվանդությունները, ամենաչբռնվող հիվանդությունները սկսած ալերգիայից եւ ամենաբարդ բուժելի հիվանդությունները վերջացրած օնկոլոգիայով գալիս են հենց իմունային համակարգի հետ խնդիրներից եւ այստեղ երբ գալիս ես հասնում ես իմունաբանի դուռը, ասում է պարզապես ճիշտ սնվել, առողջ ապրելակերպ, այսինքն նույնիսկ ասում են, որ հաճախ մենք իմունային համակարգը փորձում ենք զսպել, ոչ թե ակտիվացնել։ Այո, այսպիսի հարցերի առաջ են կանգնում, իսկ ինչ հետազոտություններ պետք է պարբերաբար տարվա ընթացքում կամ 6 ամիսը մեկ յուրաքանչյուրս իրականացնենք, անկախ նրանից հիվանդություններ ունենք թե ոչ, որպեսզի հասկանանք ինչ վիճակում է մեր իմունային համակարգը։ Կան հետազոտությունների շարքեր, որոնք որ ցույց կտան մեր իմուն համակարգի որակը։ Բարեբախտաբար այդպիսի ցուցումներ չունենք, որովհետև իմուն համակարգի հետազոտությունը բավական թանկարժ է։
եւ պատկերացնել, որ բարբերաբար պետք է ինչ-որ նմանատիպ թեստեր անցնեն մարդիկ, դա մեծ ծանրաբեռնվածություն կրներ առողջապահական համակարգի վրա։ Բայց կա այդպիսի բան, անկախ նրանից թանկ է թե ոչ։ Այդպիսի թեստեր կան, բայց դրանք ցուցված չեն պրոֆիլակտիկ ինչ-որ կրկնելու համար, եթե այդ մարդը պացիենտ չէ։ Բայց մյուս կողմից պետք է հիշենք, որ իմուն համակարգի հիմնական օրինակ բջիջները դրանք արյան բջիջներն են եւ արյան ընդհանուր քննությունը մեծ բան կարող է ասել մարդու իմուն համակարգի մասին։ Ուղղակի դրանք շատ դժվար է ինքնուրույն վերցանել, ինքնուրույն հասկանալ դրանք, եթե չկան նախապայմաններ, եթե չկա ինչ-որ նախնական ցուցում, որ ձեր մոտ ցուցված է, չգիտեմ, այսքան ժամանակում եք կրկնել այս ինչ հետազոտություն է։ Այստեղ գիտեք այդ բժշկության պատմությանը մի փոքր ծանոթանալով պարզ է դառնում, որ իմուն համակարգի մասին պատկերացումները հիմնականում գալիս են այդ 70-ական թվականներից կամ մի փոքր ավելի շուտ նույնիսկ, երբ որ դա այնքան անորոշ էր, որ ուղղակի ասոցացում էր առողջ ապրելակերպի հետ եւ շատ հաճախ ցուցումները այդպիսին էին, պատկերացումները այդպիսին էին։ Բայց հիմա գնալով արդեն առանձին այդպես բջիջները տեսքերով ենք ճանաչում, դեմքերով ենք ճանաչում։ Մենք գիտեք ինչ հասկացանք, որ պետք է բժշկին միշտ դիմել ու ժողովրդի լեզվով ասած դանակը ոսկորին չհասնի, որ նոր գնանք հիվանդանոցի։ Իսկ մեր դանակը հասել է արդեն մեր ոսկորին եւ պետք է խոսանք մեր գործընկերներին, ովքեր սպասում են ներկայացնելու։ Շնորհակալություն ձեզ, լավ օրվա շարունակություն ենք մաղթում։